կազմել այսպես ասած պետականացման նիստերի ժամանակ լրագրողների հետ ակտիվություն, նկատառություն ու հայտարարեցի, որ պետությունն առաջիկա 3 ամսում հետի տնօրենների խորհրդի հետ կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը։ Ինչ եղան բանակցությունները, եղել են դրանք թե ոչ, եւ հիմա արդյոք պետությունը պատրաստվում է գերակա շահի իրավունքով հիմքով վերցնել սեփականության իրավունքը, պատրաստվում է վիոլաջուրներ պետականացնել ինչպես հեծը, քանի որ վիոլաջրից են շատ բողոքները, եւ վերջին շրջանում պարոն Մեսրոպյան շատ խոսվեց, որ 12-13 միլիոն դրամով վարձակալած տարածքների մասին, ուզում եմ հետաքրքրվել այդ տարածքները այդ գումարները մենք ենք վճարել բաժանորդները, ինչպես պնդում են, թե ընկերության սեփականատերը։ Շնորհակալություն։ Առաջի հարցը որն էր, ուրեմն առաջի հարցից սկսենք, գերակա շահի մասին, այո, այնինչ ժամանակ ես ասուլիսի ճեպազրույցի ժամանակ ասել եմ, ոչինչ չի փոխվել, օրենքից է բխում այդ իմ ասածը եւ դեռևս ժամանակահատվածը 3 ամսվա դեռ չի ավարտվել եւ առաջիկա օրերին կամ մամուլով կիրազեկեն այդ մասին կառավարության պատկան մարմինները կամ կիմանանք դեռ գաղտնի որևէ գործընթաց չկա պետությունը այս փուլում երբ որ մենք դադարեցրել ենք պաշտպան լիցենզիան հեծի հաջորդ փուլը այո դա էր որ 3 ամսյա ժամկետում պետությունը պետք է նախկին սեփականատերերին լիցենզավորված պաշտպան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի սեփականության իրավունքի օտարման գործընթաց սկսի եւ դրա շրջանակներում պետք է գին առաջարկի նախկին սեփականատերերին եւ եթե կգան համաձայնության շատ բարի տեղի կունենա այդ սեփականության իրավունքի փոխանցումը վճարելով համապատասխան գումարը եթե չի լինի համաձայնություն իսկ այս պահին դեռ չենք կարող ասել ինչպիսին կլինի ելքերը որովհետեւ դեռ այդ առաջարկությունը որպես այդպիսին ժամանակ կա դեռ չի եղել եթե չեն համաձայնվի այո ճիշտ եք ասում դրանից հետո հանրային գերակաշահ ճանաչելու ճանապարհով այդ օրենքի այդ կետով կշարունակվի հեծի բաժնե մասերի եւ գույքի օտարման իրավունքի փոխանցման հարցը սա առաջի հարցի